Հիմա պատկերացրեք Նիկոլ Փաշինյանը մայիսի 9-ին գնաց։ Դե ինքը ընտրված վարչապետը իր անկունի ինքը որոշում կատարել, գնաց։ Հիմա դուք ո՞նց եք պատկերացնում, ինչ տրամադրություններ կլինեն եվրոպացիների մոտ, ում համար Ռուսաստանի ագրեսիա Ուկրաինայի դեմ, իրանց դեմ է ագրեսիան։ Դուք գիտեք, Ռուսաստանը վաղուց է սկսեց, դա մոտավորապես 3 ամսվա պատմություն է, զորքեր կուտակել Ֆինլանդիայի եւ Էստոնիայի սահմաններով։ Օֆիցիալ, այդ ոչ թե թաքցնում են, զորք կուտակել բերել։ Խի է բերում այնտեղ զորքեր։ То есть Եվրոպայի համար դա վտանգ է։ Ու Նիկոլ Փաշինյանը գնաց ու շքերթի ռազմական մարզակ։ Այդ ԱՊ երկրների նիստ չի է։ Շքերթի մասնակցել, պատկերացրեք ինքը գնաց։ Ու հետո մենք սկսում ենք նեղանալ, ինչու եվրոպացիք, ամերիկացիք աջակցում են, բայց կոշտ չեն աջակցում, քանի որ դու քո դիրքորոշումը անընդհատ լողացող է։ Օրինակ, գործող իշխանությունները իմ կարծիքով ճիշտ են գնում։ Իմ կարծիքը ճիշտ են գնում, բայց շեշտադրումները չեն դնում ու այդ լավ աշխատանքը իր էֆեկտը քիչ է տալիս։ Քանի որ շեշտադրում պետք է լինի, որ օրինակ դու չես կարող լինել շքերթի, որտեղ որ զորքեր կանցնեն Դոնեցկից, Լուգանսկից, այդ շքերթում պլանավորվում է Մոսկվայում զորքեր Դոնեցկից, Լուգանսկից որ գան։ То есть անօրինական չճանաչված պետություններից Լուգանսկ, Դոնեցկ, որը միացրեց Ռուսաստանը Իրան, անօրինական անեքսիա կոչվում, այդ զորքերը կգնան ու ինչա, մեր ղեկավարը պետք է դա ողջունի։ Նիկոլ Փաշինյանը կանգնած է տրիբունաներում, ընդունելու է այդ պարադը։ Հա, այդ պարադը։ Ու պատկերացնում եք, այն մարդիկ Դոնեցկում, Լուգանսկում որ սպանել են երեխաներին, կանանց այդ սախապացուցվածը, չէ, ուկրաինացիներին։ Դու այնտեղ կանգնած ես։ Հետո նեղանում ես որ ինչի ադրբեջանցին ընդունում է։ Աշխատում ենք, բայց բավարար չի։ Բավարար չի։ То есть շեշտադրումները կարևոր են։ Օրինակ, նույն Էստոնիայում կարևոր այցելություն էր Նիկոլ Փաշինյանի կողմից։ Բայց այնտեղ ինչ իմաստ ունել Ռուսաստանից խոսել։ Չէ, ինչ իմաստ ունել։ Դուք գիտեք, որ Էստոնիայի համար դա թշնամի է Ռուսաստանը։ Ու գիտեք, որ թշնամի է ակտուալ, այսօր վաղը կարող է տանկերով մտնեն ու Պուտինը չի ասում չենք մտնի։ Ինքը ասում է մենք պետք է վերականգնենք սովետական միությունը։ Դες փաստորեն քաղաքական մեսեջը կա, որ մենք կմտնենք, ձեզ կգրավենք, ու այնտեղ ասենք Ռուսաստանը չի որ դրական առանքում մի նախադասություն ասվեց։ Ես չեմ հասկանում, խորհրդական չունի Նիկոլ Փաշինյանը։ Խորհրդականը պետք է ասի, այնտեղ խոսա ժողովրդավարությունից, Էստոնիա-Հայաստան հարաբերություններից, Եվրոմիության Հայաստան, բայց ինչ իմաստ ունի այնտեղ գովալ Ռուսաստանը։ Այլ է դիվանագիտություն, որ գնում ես, ասում ես, մենք խաղաղություն ենք ուզում։ Բայց այս մեր դիվանագիտության մեջ ես ինչ եմ ուզում ասել։ Պետք է բաղադրիչներ գումարես։ Բաղադրիչներից մեկը այդ ձեր ասածը ավելի հստակեցնել։ Ռապ, մենք խաղաղություն ուզում ենք, մենք Եվրոպա գնում ենք, մենք բայց հստակեցում, քանի որ երբ որ դու գնում ես Մոսկվա, մարդիկ չեն հասկանում այդ ինչ խաղ է։ Իրենց հատուկ ծառայությունները Եվրոպայի գիտեն, որ Ռուսաստանը մեր դեմ է, Ռուսաստանի Ադրբեջանի հետ է, ու իրենք չեն հասկանում այդ ինչ խաղ է։ Ահա, ուրեմն դիվանագիտությունը իրոք հիմա աշխատում է, բայց իմ կարծիքով բաղադրիչները պետք է գումարել։ Որ բաղադրիչը։ Այդ ձեր ասածը կոնկրետ ասեք, չէ, կոնկրետ ասեք, ով չի ստորագրում։ Օրինակ, հիշում եք մերոնք ինչ էին ասում, կրակոցներ են սահմաններում։ Հիմա հստակ ասա, Ադրբեջանը կրակում է, կամ հիշում եք ասում էին, դե թիրախային կրակոցներ չեն։ Եվրոպան դա հասկանում է, որ պարզ չի ով է կրակե։ Ուրեմն դու պետք է հստակեցնես։ Հստակեցումից հետո դուք էֆեկտը կտենաք, իօգուտ մեզ։ Մերոնք պետք է ասեն շատ լավ Ադրբեջանը, ուրեմն ձեր սահմանադրությունը ունի մեզ համար վտանգավոր կետեր, փոխեք ձեր սահմանադրությունը ու գնդակը կանցնի Ադրբեջանի կողմ։ Դրանից հետո Ադրբեջանը ինչ որ էլի բան կասի, մեր պետք է ասենք այս տերմինոլոգիան հակահայկական, որոնք դուք օգտագործում եք։ Ֆաշիզմ օրինակ։ Սեպարատիզմ, տերորիզմ եւ այլն, խնդրում ենք հանել։ Դու դիր քո նախապայմանը, ոչ միայն պաշտպանվի, այ երբ որ դու դնես քո նախապայմանը, լավ էլ բանա։ Ու ամենակարևորը, գիտեք, Ալիևը գործունյա մարդ է։ Ինքը հասկանում է, թե դու գործ ես անում։ Դիմեք միջազգային քրեական դատարան։ Դիմեք միջազգային քրեական դատարան, Ալիևին կդատեն որպես
Պուտինի պես որպես ռազմական հանցագործ կամ իր պաշտպանության նախարարին կտեսնեք ոնց ինքը կփոխվի բայց մենակ խոսելով նույնիսկ գրագետ խոսելով դա քիչ չէ պետք է անպայման գործոններ բերես ես նոր ասեցի իրոք Ալիևը համարում է մեր սահմանադրությունը վտանգ լավ շատ լավ մենք էլ համարում ենք ձեր սահմանադրությունը ուրեմն գնդակը գլորեցիր իր դաշտ նույնը մի բան էլ ինքը ասում է, ասենք նոր նախապայման, ասում է շատ լավ, մենք էլ կդիմենք միջազգային քրեական դատարան։ Եթե նեղության մեջ Ալիևին չդնես, ոչ մի բան էլ չի ստորագրի։ Նեղությունը ինչից է գալիս։ Երբ որ դու միջազգային քրեական դատարանի որոշում կունենաս, որ հանցագործություններ կատարվի Հայաստանի դեմ 2022 թվին։ Հասկացաք։ Այդ դեպքում ինքը կմտածի ստորագրել թե Ընդ որում նեղության մեջ պետք է դուք ըստ ձեզ Հայաստանը դնի, ոչ թե Վաշինգտոնը, Եվրամիությունը, Ռուսաստանը, Իրանը։ Շատ լավ ձևակերպեցիք, ես գիտեմ կարծիքը իշխանությունը համարում է, որ մի քանի հարցերով ուրիշները պետք է նեղության մեջ գցեն։ Այդ կարծիքը իշխանության մեջ կա, չեմ ասում։ Եվ հանգիստ սպասում են, թե երբ են գործընթացները զարգանալու։ Գիտեք դա ինչ տրամաբանություն է։ Իրան հարցը լուծվի։ Հա, չէ, բայց ստեղ ինչ որ տրամաբանություն կա, իշխանությունը ինչ է մտածում։ Երբ որ մենք ենք սերում հարաբերությունները, էլ ավելի քիչ հավանական է, որ Ալիևը ստորագրի։ Ստեղ տրամաբանություն կա, բայց ես ասում եմ հակառակն է։ Հակառակը, երբ որ դու մեղմ ես գնում, Ալիևը չի ստորագրի։ Միջինը, հա, պետք է գտնվի։ Միջինը պետք է Ոսկե գտնվի։ միջինը։ Այո։ Այդ թեման հնդկա Պակիստանը կան հարաբերությունների սերման, նաև մեր թեման է։ Համոզված եմ, որ շատ մարդիկ հիմա կզարմանան, կասեն, ինչ կապ ունենք այնտեղ։ Պակիստանը ավելի դաժան վերաբերմունք ունի Հայաստանի նկատմամբ համեմատ Ադրբեջանի։ Շատերը չգիտեն։ Իրենք մեզ ոչ ճանաչում են, ոչ էլ համարում են ժողովուրդ եւ այլն, շատ դաժան է Պակիստանի։ Ուրեմն ու Ադրբեջանը դուք գիտեք, հիմա իրանց հետ մեծ ռազմատեխնիկական համագործակցություն ունեն, հիմա իրանց կործանիչները պետք է առնեն լրջագույն։ Պակիստանը բոլոր միջազգայնացիաներում մեր դեմ ելույթներ է ունենում։ Թշնամի է։ Ինչի ենք մենք լուր նստած։ Ինչի չենք անում հայտարարություն ի օգուտ Հնդկաստանի։ Ասենք անընդունելի տերորիստական, ահաբեկչական ակտեր անել, եթե կան հարցեր, պետք է լուծվեն բանակցությունների միջոցով, դատապարտում ենք Պակիստանը։ Ինչի չեք ասում։ Քանի որ Պակիստանը մեր հարցերով դաժան մեր դեմ է։ Նորից կրկնում, շատերը մտածում են, որ գլխավոր մեր դեմ պետությունը այսօր գոնե այդպես է։ Ադրբեջանը, երկրորդը Ռուսաստանը, երրորդը Թուրքիանը սխալ են գիտեն։ Ամենադաժան մեր դեմ քաղաքականությունը վարում է, քաղաքական, դիվանագիտական Պակիստանը ավելին ասում է, եթե լինի հիմա նորից սրում Հայաստանի հետ, մենք զորք պաշտոնական կուղարկենք։ Այս դեպի թշնամի պետություն կուդա դալշի, որ ռուսերեն ասում են։ Ու օրինակ հիմա մի հատ բոքսենք Պակիստանին, հայտարարություն անենք, որ մտահոգված ենք այդ սրմանը, հարաբերությունների, դուք գիտեք, Հնդկաստանը ի պաշտոնե հայտարարեց մի քանի կետերին հարվածներ հասցնելու, ու զգուշացրեց, որ դա բանակը չի, բանակի ստորաբաժանումները Պակիստանի այլ ահաբեկչական խմբեր են, հասցրեց, Պակիստանը պատասխանեց այս գիշեր, սրվում է, բայց ես ուրիշ կոնտեքստով եմ նայում այս պրոբլեմին։ Մեր շահերից ելներով, այս է, որ ես ասում եմ նահահարցակ քաղաքականություն, որ Հնդկաստանը, որը այտենց էլ մեզ հետ լավ լինի, հիմա ավելի ուժեղ, ավելի լավ լինի, ավտոմատ դա նշանակելու է, որ վաղը ինչ-որ միտեղ, երբ որ Ադրբեջանը սխալ բան ասի, հնդիկները տեղը կդնեն, ու Հնդկաստանը այդքան լուրջ երկիր է, որ Տրամպը չի համարձակվի իրանց դեմ խոսալ։ Դու գիտեք, որ Տրամպը ասաց, հարց չկա Հնդկաստանի դեմ մենք այդ հարկեր, տուրքեր չենք բարձրացնի, միջև չբանակցենք, այդ հայտնի բաներ են։ Միտքս ինչու՞մ է այդ երկիր, որտեղ 1.5 միլիարդ մարդ է ապրում ու ասեմ դες իրանց հայ տեխնոլոգիան, բարձր տեխնոլոգիաները շատ ուժեղ զարգանում են։ Դες այդ լուրջ երկիրը ավտոմատ մեր դաշնակիցն է։ Ինչի՞ չեք անում հայտարարություն։
Դուք լսել եք, որ մենք արել ենք լոկալ բնույթ չի կրելու, այս կշարունակվի, կուժեղանա, ես չեմ ասում հիմա լայնամասշտաբ պատերազմ, որ պատերազմական գործողություններ կլինեն, կասկած ես չունեմ։ Պակիստանը ասեց ամբողջ աշխարհը կպայթեցնեմ, եթե Հնդկաստանը ինձ գրոհի։ Ամբողջ աշխարհը կպայթեցնեմ։ Այո, հիմա ես ինչ եմ ուզում ասել։ Այս ձեր ասած ճակատների բաժանումը ստեղել է գնում։ Ու Հնդկաստանը պարզա կլինի Ամերիկայի հետ, Եվրոպայի հետ, մեզ հետ, բայց եթե դու բան չես ասում, հնդիկները հրաժարվեցին Մոսկվա գնալ ու պարզ է պատճառը առաջի հերթին էս է, բայց համոզված եմ, որ Հնդկաստանի վարչապետը մտածում էր ոնց խուսափի քանի որ Տրամպը իր հետ խոսած, շատերը չնկատեցին, որ Տրամպը իր հետ խոսած ու Տրամպը մեսիջներ Հնդկաստանին ուղարկեց։ Ինչ եմ ուզում ասել, երբ որ պետությունը մնում է ոչ ստեղ, ոչ այնտեղ, ի վերջո տուժողը ինքն է, քանի որ եթե դու ոչ մի ճամբարում չկաս, վաղը որ քեզ վրա հարձակվեն, ոչ ոք քեզ չի աջակցի։ Հետո մենք շատ հետաքրքիր է, հետո նեղանում ենք, ասում ենք, խի չօգնեցին, բայց խի պետք է քեզ օգնեն։ Եթե հիմա նեղության մեջ է Հնդկաստանը, այնտեղ լուրջ կարող են զարգացումներ լինեն, շատ լուրջ զարգացումներ։ Ու ասենք մենք նու գոնե ֆորմալ հայտարարություն, գիտեք ինչ տիպի, որ քննադատում եք տերորիստական խմբերը, ովքեր արեցին քայլեր Հնդկաստանի դեմ, նույնիսկ ու Պակիստանին կոչ են անում զսպվածություն ցուցաբերել, ցույց տալ իօգուտ Հնդկաստանի, բայց ոչ ուժեղ, նույնիսկ այդ չենք համարձակվում։ Իրանը։ Հիմա ձեզ ասեմ, կհիշեք իմ խոսքերը, մոտ ժամերը Ալիևը ելույթ կունենա, Ալիևը անձամբ, կամ իրանց արտգործնախարարությունը, ու կդատապարտեն Հնդկաստանին։ Քանի որ Պակիստանը իրանց դաշնակիցն է, իրենք իրանց դաշնակցական պարտավորությունները կկատարեն։ Ես ավելին ձեզ ասեմ, հիմա խորհրդակցություններ են գնում Թուրքիա, Պակիստան, Ադրբեջան համատեղ ինչ-որ հայտարարությունով։ Միտքը հասկացաք, չէ՞։ Ուրեմն նույնիսկ չխորանալով այդ թեմային շատ պետք է ասեմ, որ ստեղ մենք անելիք ունենք։ Իրանի դիվանագիտությունը շատ ուժեղ է, տեսակ իրանք կարողացան ներգրավել Տրամպին այդ բանակցային process-ի մեջ, կարծես թե Տրամպն էլ պահանջում ներգրավել ու բանակցությունները գիտեք հիմա ինչի մասին են գնում, որ Իրանը իրավունք ունենա օգտագործել միջուկային էներգետիկան խաղաղ ճանապարհով ամերիկացիք պարզ է ասում են չէ պետք է այդպես անենք որ միջուկային զենք ստանալը բացառվի բայց շատ ու շատ բաներ պահանջներ հանեցին միջից օրինակ հարստացված ուրանը պետք է մնա Իրանում ամերիկացիք համաձայնվեցին միտքը հիշում է կարողանում են ներգրավել բանակցությունների, դա թույլատնում է, քչացնում է շանսը, որ ուժով կլուծվի։ Բայց պարզը ամեն ինչ կարող է լինի, դուք գիտեք, 4-րդ փուլը բանակցությունների տապալվեց, հիմա տեղափոխեցին, չեմ հիշում, մոտորերս պետք է որ լինի, դա ցույց է տալիս, որ անկայուն վիճակ է, կարող է լեզու չգտնեն, հետո հարվածներ լինեն։ Բայց հուսիների դեմ պատերազմը ցույց է տալիս, որ կներեք, էլի, նույնիսկ հուսիները կարողացան Բեն Գուրիոն аэропորտը խոցել, դուք գիտեք այնտեղ նաև վիրավոր մարդիկ կան, ինչ եմ ուզում ասել, որ այդպես հեշտ չի էլի Իրանի դեմ պայքարել, եթե նույնիսկ հուսիների հազիվ կարողացան լրացնել, չէ, մի երկու շաբաթ ռմբակոծում են, հազիվ կարողացան ինչ-որ լրացնել։ 3 շատ դաժան ձևով, Չէ, բայց ինչ եմ ուզում ասել, այդպես հեշտ չի էլի պատերազմել։ Ուրեմն ամերիկացին կհասկանան, որ պետության դեմ, այդ Իրանի մակարդակի պետության դեմ պատերազմել շատ վտանգավոր է։ Բայց վտանգ կա, պարզը պետք է հաշվարկես ինչ կլինի, եթե պատերազմական գործողություններ լինեն։ Ես կարծում եմ, որ ինքը գնում էր գլխավոր նպատակով, որ տարածքը Ադրբեջանի օգտագործեն Իրանի դեմ, բայց բլոկ արեց Թուրքիան, ինչի բլոկ արեց Թուրքիան, օդը որ չտվեց, հետո Ալիևին ասացին նստի էլի շատ թպրտում ես, քանի որ Թուրքիան Իսրայելը ծանրագույն վիճակ է, իրենք ցանկացած բային կարող է պատերազմ լինի, դա է պատճառը, որ Թուրքիան ասեց Ալիևին դու շատ ես թպրտում, ու բացի դրանից դու գիտեք, որ Թուրքիայի կարծիքը նա է, որ Իրանի դեմ չպետք է լինեն ռազմական գործողություններ, քանի որ եթե լինի ռազմական գործողություն, պարզ չի ինչ է ստեղ լինելու, ու Թուրքիան այդքան էլ կողմնակից չի, որ հարված են Իրանին, այդ ցույց է տալիս, որ նույնիսկ Թուրքիա-Ադրբեջանի միջև կան տարաձայնություններ, հա, իրանք համատեղ ռուսների հետ մեր դեմ են կռվում հայերի դեմ, բայց Իրանի հարցով կամ Իսրայելի հարցով այդպես միանշանակ չի։